Այդտենց լոլո մեծ խոսում է։ Եթե աշխատենք միջազգային կառույցներից, հատկապես որ նույն Եվրամիության Եթե աշխատենք, լավ եմ ասում եմ, եթե աշխատենք, ասում եմ, կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու բանը վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կերածներ ասելով չի։ Բնական է, որ ինչ որ ժամանակ անց, այո, ինչ որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի։ Իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենալ։ Ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ։ Այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդքան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Դե հիմա չէ, ինչ որ գազայի դեպքում ինչպես եղավ, պարոն։ Եվ միջազգային հավաքվեց եւ որոշեց ինչ որ որոշում։ Այ շատ լավ օրինակ բերեցի։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցի։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է։ Ուրեմն այն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարող ենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեն այդ ոնց էր այդ իսպանացու անունը։ Սանչեսը կամ որևիցե մեկը, պետք է մի հատ բանից Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչո Սանչես Ամորը։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը։ Ստից իրանց հայտարարությունները անեին։ Շատ դժգոհ եմ, չենք վերադառնում, որտեվ ես չեմ ավարտել իմ խոսքը։ Շատ դժգոհ եմ այդ հաճախակի մեր, որ մտածում ասում ենք, հեսա մենք աշխարհի կենտրոնն ենք, հայի աչերը, մեր ծիրանը, մեր ջերմուկը եւ այլն եւ այլն։ Ժողով թարգեք։ Դուրս եկեք։ Եգիպտոսում ձեր վերված պայմանավորվածությունը։ Դրանից հետո եղել են ռմբակոծություններ, դրանից հետո մարդիկ են մահացել։ Դուք դրանից տեղյակ չեք։ Գիտեմ, տեղյակ եմ։